սովորելու տեսքով փորձում էի մուտք գործել աշխատաշուկա, նույն ֆիդբեքն էի ստանում, որ փորձ չունես։ Իր ուսուցիչը ինքն է պետք է ունենա այդ հատկանիշները։ Ես շատ խիստ կասկածում եմ, որ դպրոցում ուսուցիչը տեղյակ է իր մասնագիտական դաշտից, մեծամասն ժամ են էլի սպանում։ Այնքան այդ կարծրատիպը իրավիճակ բան են արած, որ ինքը ասում է, չէ, ուր գնամ քաղաքականություն։ Կարող է չսպասես փող աշխատես, մի քիչ աշխատելուց մի հատ հարմար ընկերությունից ինքն էլ քիչ դառնային ձեր ուզածը, հա։ Տիպված, ասենք սովորելուն զուգահեռ աշխատում են ոչ մասնագիտական, չգիտեմ, քանդում են աշխատում, մատուցող են աշխատում։ Կան անսահմանափակ ռեսուրսներ ու այդ շատ տխուր է, որ մենք ոնց որ սպասում ենք, երբ հանդալու դասախոսը մեզ ինչ-որ բան տա, մենք սովորենք, այլ մենք ինքներս չենք փորձում փնտրել ինչ-որ բան ու գտնել ու այդ սովորել։ Իրանք պատկերացնում են ինչա նշանակում լինել այդ X մասնագիտություն կրող։ Մեժարը պոդքասթը կրթության մասին։ Ողջույն բոլորին։ Այսօրվա մեր հյուրերն են մարզերի երեխաները մարզերում ՀԿ-ի նախագահ Մայիսը եւ EdMap ստարտափի համահիմնադիր Արսենը։ Պոդքասթում խոսել ենք աշխատաշուկա մուտք գործելու, ինքնակրթության եւ առաջնորդության հմտություններ զարգացնելու մասին։ Իսկ մեր պոդքասթի երկրորդ եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Իմ սիրունը։ Իմ սիրուն դեմքի խնամքը եզակի է ոլորտում, քանի որ Ավանտան հանդիսանում է Իմ սիրուն սարքավորումների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Իմ սիրուն փաթեթները համալրված են մաշկի համար անհրաժեշտ բոլոր պրոցեդուրաներով, ինչի արդյունքում դու կստանաս մաշկի առողջ փայլ, տոնուսի բարձրացում, ծակոտիների նեղացում, անհարթությունների վերացում, գունապացում եւ թարմություն, խորը խոնավեցում եւ սնուցում։ Չնայած փաթեթներում լազերային պրոցեդուրաների առկայության, Իմ սիրունը վերականգնողական շրջան չի պահանջում։ Արդեն կարող ենք մեր սիրելիներին նվիրել ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ էլեկտրոնային նվերքարտեր imsiun.am կայքում։ Նվերքարտերը կարող եք ձեռք բերել Երևանի բոլոր մասնաճյուղերից։ Հիշիր, թե որքան տարբեր, բայց որքան սիրուն ենք բոլորս։ Մեժարը պոդքասթը կրթության մասին։ Ես Մայիսի պոդքասթից մի հատ բան եմ ուզում գողանամ ու այստեղ անեմ, որ սկզբում Մայիսը ներկայացնում է, թե ոնց է այդ մարդու հետ ծանոթացել ու ոնց է ստացվել, որ այս պոդքասթին յուրականչել։ Դրա համար ես էլ եմ ուզում տենց քո թույլտվությամբ պաշտոնապես հայտարարեմ ու գողանամ դա քեզնից։ Մայիսի հետ ծանոթացել ենք Lori Network Night-ի ժամանակ, մեմի կազմակերպած, մեմի երեխեքի կազմակերպած։ Մեմի երեխեքի հետ ծանոթանալը շատ ինձ հույս է ներշնչում ու շատ ուրախանում եմ ես ամեն անգամ, որ տեսնում եմ, թե մեմը ինչ ազդեցություն է ունենում երեխեքի վրա, նաև մեմի մասին հեսա Մայիսը կպատմի ավելի մանրամասն։ Իսկ Արսենի հետ ծանոթացել ենք Epic ստարտափների ինկուբացիոն ծրագրի շրջանակներում, որի ու իրենց ստարտափը այդ ժամանակ անցնում էր այդ ինկուբացիոն ծրագիրը։ Ես կխնդրեմ ամեն մեկը նաև ձեր կազմակերպությունները ներկայացնեք, որ նաև լսողներին, ովքեր ծանոթ չեն, պատկերացնեն, թե ինչով եք դուք զբաղվում, ինչ գործունեություն եք ծավալում։ Կարանք Մայիսից սկսեք։ Շնորհակալություն, ես էլ եմ ուրախ, որ ծանոթացել եմ քեզ հետ, ապրել երեխեքը տարիք ստեղծեցին։ Մարզեր երեխաները մարզերում եմ, ապակենտրոնացված համագործակցային ցանց է երեխաների, պատանիների, երիտասարդների կրթաժամանցային ակտիվությունների շուրջ, համայնքային ակտիվությունների շուրջ, այդպես հիբրիդային համայնքա on-line, offline ակտիվություններով սկզբի համար երևի այսքան։ Նաև ուզում եմ նշել, որ չնայած նրան, որ Աննը մարզերի երեխաները մարզերում է, դա չի նշանակում, որ Երևանից կամ Սփյուռքից սահմանափակված են, դու շատերի մոտ այդ տպավորությունը ստացվում։ Ահա, մի հատ շատ կարևոր բան ասեմ, ավելացնեմ, մերսի, որ հուշեցիր, ինքը ոչ միայն երեխաների, այլ նաև մենթորների, ընդ որում մենթորների երեխաների հարաբերակցությունը 1:5-ի, 1:6-ի է, այդքան էլ չի, որ քիչ են, 100-ի կարգի մենթոր ունենք եւ 500-ի կարգի երեխաներ այս պահին։ Այո, մենթորներն են իրենց հերթին մոտ 20% Սփյուռքից է, 20-25% մարզերից, 50-55% Երևանից։ Այդպես նաև մեծերի փոքրի մակարդակով network եւ ակտիվություններ են էլի կազմում։ Նաև երեխեքի կամավորների մի մասը նույնիսկ Ջավախքից են, հա, Սփյուռքից։ Հա, երեխեքից էլ ունենք, շատ Ջավախքում ենք, շատ հաջող է, շատ ենք հաջողել Ջավախքում։ Ինստիտուցիոնալ մոտեցմամբ Սփյուռքով դեռ չենք զբաղվում, բայց այսպես օրգանիկ երեխաներ են գալիս նաև Ֆրանսիայից, Անգլիայից։ Հետաքրքիր է, էլի միանշանակ զարգացման տեսլականի մեջ մտնում է լավ Սփյուռքի հետ ցանց հյուսել էլի։
Ես նեղվում եմ, որ իրականում թվում է Երևանը այդքան հնարավորությունների կենտրոնն է, բայց Երևանը ոնց որ այս ամեն ինչից դուրս է, երեխեքը մենակ 4 դասի են գրում, 4 համալսարան են գրում, դեռ ես ուզում եմ բան անեմ, որ իմանամ, որ Երևանից էլ կարանտինան այս ծրագրերին։ Մեկ Երևանից գրում ասում Երևանցիներին կարելի է երկակի զգացողություն ես ունենում, մի կողմից հարց առաջան, բայց ով ասե որ չի կարելի, մյուս կողմից ասում վերջապես մի հատ ծրագիր կա, որ երևանցիներն ներում ասում կարելի է, իհարկե կարելի է։ Այդ պատմին քիչ։ Okay, նախ մեծ շատ հրավերի համար։ Այդ մոփը աշխատանքային ինդուստրիայի, տեխնոլոգիական աշխատանքային ինդուստրիայի սիմուլյատոր է, որը թույլ է տալիս դատասովորողներին ձեռք բերել այդ ինդուստրիալ փորձը, մինչև աշխատաշուկա մտնելը, ու այս ամիտքը եկավ այս ամենը սարքելու այնտեղից, որ ես ինքս հենց ամուսնական տարիներին սովորելու ընթացքում փորձում էի մուտք գործել աշխատաշուկա, նույն ֆիդբեքն էի ստանում, որ փորձ չունես, ու այդ ժամանակ մտածում էի լավ, խնդիրի մեջ է, դա տեղում եմ աշխատելու։ Հետո շփվելով տարբեր հասարակությունների հետ հասկացա, որ այդպես գլոբալ խնդիր կա, ոչ միայն մենակ Հայաստանում, այլ գլոբալ, որ կա ոնց որ խզվածք, ասած ասած, այդ ակադեմիական կրթության տված գիտելիքի theoretical գիտելիքի ու այն պահանջմունքի միջև, որ ոնց է պահանջում աշխատաշուկան, ու ոնց որ հենց այդ մոփով փորձում ենք կապել իրար, հենց բացը։ Ահա, մերսի շատ քեզ։ Նաև ուզում եմ ասեմ, որ այս երկրորդ եթերաշրջանի ընթացքում մենք փորձում ենք ոնց որ տարբեր սերունդների կարծիքները տեսել, հա, այսինքն ուսանողների, աշակերտների ու նաև ավելի կայացած ուզում եմ ասեմ, որ մայիսեսար դու երեխեքի ներկայացուցիչն ես նաև, այսինքն քանի մեծիկ է։ Հա, ինչի, որովհետև դու մեմի շրջանակներում շատ ես շփվում երեխեքի հետ, ու իրանց ձայնը ոնց որ իրանց կարծիքները, իրանց փորձն են նաև այսօր Մարսեզայնելու բանը կտնենք նաև քո ուսերին։ Սիրով փորձ։ Հա, մերսի շատ։ Ու կարանք, քանի որ ոնց որ մեզ ես նկատել եմ, որ մեմում օրինակ շատ կարևոր խնդիր լուծվում է, չգիտեմ հենց մեմի նպատակների մեջ դրված է թե չէ, դու կասես, բայց ինքը շատ կարևոր այդ խնդիրը լուծումը աշխատաշուկա հենց մտնելու երեխեքի, որ երեխեքը նախ մասնագիտական կողմնորոշման հնարավորություն են ստանում, այդ տարիքում կարողանալով տարբեր կամավորություններ անել, տարբեր առաջադրանքներ, նույնիսկ ֆրիլանս ուղղակի աշխատելով, իրանք մասնագիտապես ավելի են կողմնորոշվում ու հետո ես նաև ընդհանրություն եմ տեսնում, օրինակ այն ինչ որ Arsenal ստարտափը փորձում է ստիմուլացնի, մեմը իրանով արդեն ստեղծում է այդ միջավայրը, այսինքն թիմեր են ձևավորում, երեխեքը թիմերում են աշխատում, մենթորների, հա, այդ նույն թիմ լիդ հարաբերության հետ են աշխատում ու նույնիսկ շատ դեպքերում նախաձեռնողականություն են վերցնում, իրancs հետ այդ ամեն ինչը զարգանում է։ Մի քիչ կուզեմ այդ կտորից խոսես, ոնց է ստացվել, հենց դա ձեր նպատակը եղել թե չէ ու ոնց է ստացվել, ոնց է կառուցել այդ ամենը։ Շատ բարի, այդ երեխաներին համագործակցային ցանցի հյուսելը, դա այսպես ասած պոզով փոչով չի լինում, պետքա ռեալ ակտիվություններ եւ առանցք հնարես։ Այդ առանցքները մեր մոտ ժամանակագրորեն սկսել են ճյուղավորվել։ Մեկ օրինակ ծրագրերն են, մենք այդ թիմերին կոչում ենք ծրագրեր, բիզնես եւ սոցիալական ծրագրեր են, էկոհամակարգա մեմի ներսում ձևավորվում են թիմեր, մյուսը մարզային թիմերն են, մեր այսպես ասած թիմերն են, տեղական ինքնակառավարման մարմինները, երրորդ տեսակի թիմերը մեր մոտ կառավարման թիմերն են, այսպես 30-ից ավել թիմ կա մեմում իրականում եւ 150-ից ավել երեխա ակտիվ կամավորության մեջ, մնացածը նայում են, փորձում են իրանք են որոշում երբ մտնեն թիմերը, էլի։ Այսպես ձևավորվում են ըստ էության որոշակի աշխատանքային թիմային հարաբերություններ, մեր գեր նպատակը կամ գլխավոր նպատակը աշխատաշուկայում հարցեր լուծելը չի, բայց այսպես ասած ճանապարհին դա էլ է ստացվում։ Մեզ պետք է անցնել, որ փորձում ենք առաջնորդներ ձևավորել, առաջնորդական հմտություններ երեխեքից զարգացնել, որ երեխեքը պատասխանատվություն վերցնեն տարբեր խնդիրների շուրջ, բայց ամեն երեխա չի, որ ունի այդ ձիրքը, եւ հարց առաջանում մնացածին ինչ անենք, եւ այս կետից միջև են կետ հասնելու ճանապարհին ունենալով որոշակի տվյալներ երեխեքի մասին եւ պայմանական, ասենք, աստղիկը հասկացանք, որ առաջնորդության համար համապատասխան կերպար չի, բայց ունենք իր մասին տվյալներ, իհարկե փորձում ենք փորձել օգնել մտնի աշխատաշուկա, հա, մյուս կողմից շատերը իմանալով, որ մեր երեխեքը հարյուրներով մտել են աշխատաշուկա,
նույն ձև հարցում են անում, request են անում մեզ, թե բայց ինչ էս պարամետրերով երեխեք եթե ունենաք, մեզ հիշեք եւ մենք անդադ փորձում ենք այդ համապատասխանությունը անել։ Պետք չի մեզ անցնել որպես որ մեմա աշխատաշուկայի հարցերը լուծում, բայց փաստացի լուծում է։ Որտեվ ասում եք մնացած երեխեք որ չունեն այդ պասիոնար էներգիան, պետք է իրենց այդ մի բան անել, ունես ինֆորմացիա, պետք է ժամ առաջ, օր առաջ ծառայեցնես իրար շահին, միջավայրի շահին, պետության շահին, տնտեսության շահին։ Այսպես ստացվել է, ինքս լինելով վերլուծաբան մի քիչ լավ հիմքեր եմ դրել, որոշակի ճիշտ է կատարելագործել շատ տեղ կա, բայց որ անցնենք տվյալահեն մենեջմենթին, ամեն ինչը չափենք, անցկացնենք բազաներ, կապենք իրար, նոր տրամաբանություններ, որոշումներ եւ արդեն ունենք քրիտիկական զանգվածի տվյալ, որը մեզ թույլ է տալի իսկապես այդ մաչինգը, համապատասխանությունը շատ թեքիչ լավ անել, էլի։ Այսպես է ստացվել մեր երեխաների բան։ Ստե շատ կարևոր կտոր է, որ իրանք մտնում են թիմեր, ընդհանուր մեմում մշակույթը ավելի դեպի կարգապահությունն է, դա իրանց ցկում է, շատ կարևոր է, այդտեղ իրանց հմտություններն են կանանում, շատ կարևոր է մենթորների ինստիտուտը, այդ հարաբերությունների կտորը, մենթորները առանցքն են, որի շուրջ երեխեքը ձևավորվում են, այդ շփումն է, որ փոխում է իրանց մտածողությունը, զարգացնում է հմտությունները, տալիս է մոտիվացիա, տալիս է ապահովության զգացում, պատկանելության զգացում։ Ու նաև ոնց որ երբ որ ուսանողական տարիքում ես դեռ կամ բանում ես սովորում, դպրոցում ես սովորում, մի տեսակ ոնց որ քո բաբլը առանձնացած լինի, էլի, մասնագիտական շուկայից, ու դու ոնց որ sense տեսական բաների մեջ ես մենակ փակված, բայց օրինակ մեմը ինձ թվում է հենց այդ բաբլից հանում, այսինքն կապ է ստեղծում այդ երկու սերունդների մեջ, որը ինձ թվում է փորձի փոխանակման ինձ թվում է, այո, որովհետև ես որ նայում եմ ինքը արտադպրոցական մարզերի երեխեքի համար, որտեղ գայթակղությունները քիչ են, լավ եւ վատ գայթակղությունները, չնայած վատերի մասով անալիզ չեմ տեսել, ինչքանով են մարզերում վատ գայթակղությունները քիչ, բայց արտադպրոցական ակտիվության, արտադպրոցական ոչ ֆորմալ կրթության համար շատ լավ միջավայր է։ Եվ հա, ըստ էության, ես հիշում եմ, որ մի օր Պողոսյան Գևն ասաց, ես ոնց դες կողքից նայում եմ, այդ learning by doing, learning by teaching, peer to peer իրարից ենք սովորում ենք անելով, սովորում ենք դաս իրար սովորացնելով, հա։ Ասում եմ, ես բոլոր կտորները տեսնում եմ, ես այդպես երբեք անալիզ չի արել, բայց հետո որ լսեցի, այո, այս միջավայրում տարբեր ակտիվությունների շուրջ իրանք սովորում են անելով սովորում են, ուրեմն քիթները գետնին կպնելով, պայքարելով, նեղվելով, հաղթելով, մեծերը չփվելով, իրար են շատ սովորացնում, այդ ֆորմատը շատ կա, էլի, որ մենք զարգանում ենք, սկսում ենք մյուսներին, մենք երբեմն նույնիսկ պատվիրում ենք, սովորում են սովորեցնելով, որտեղ այդ լավագույն սովորելու ձևերից է, եւ նաեւ ինչ են հասկանում, որ սովորելուն վերջ չկա, շատ փոփոխական աշխարհ, շատ արագ փոփոխվող աշխարհում, դու մի բան մեծամտածար կանգնեցիր, հաջորդ բանին արդեն հետ ես լինելու։ Հա, կյանքում են սովորում, այսպես ասում ենք, ռեալ խնդիրների շուրջ ենք ելին դեռ։ Մեր համար իրականություն չենք ստեղծել, իրական խնդիրներն են փորձում կապնել, ծել։ Ես նաև քեզ հարցնեի, գիտես, նշում ես, որ օրինակ համալսարանում սովորելու ընթացքում չէի կարողանում ու նաև հիմա դեռ ակտուալ այդ խնդիրը աշխատանքի ընդունվելու, բայց զուգահեռ մի հատ sense բան կա, որ համ իմ օրինակը, համ էլ ես հիմա շատ տարածվում է, որ առանց դիպլոմի շատ հանգիստ կարողանում են ընդունվել, այսինքն նույնիսկ մինչև համալսարան ընդունվելու եւ այլն, ու ուզում եմ այդ կոնտրաստը հասկանանք, էլի ոնց է ստացվում, որ օրինակ մի խումբ մարդկանց համար նույնիսկ այն, որ համալսարանում օրինակ չեն լինում խնդիր չի, բայց մյուս դեպքում էլ փաստացի իրոք խնդիր առաջանում, շատերը մասնագիտական աշխատանք չեն կարողանում գտնել, դրա պատճառով ստիպված, ասենք, սովորելուն զուգահեռ աշխատում են ոչ մասնագիտական, չգիտեմ, խանութում են աշխատում, մատուցող են աշխատում, որ իրանցից արագ ռեսուրս է տանում։ Այդ փաստով եթե ինչ-որ հետազոտություններ կամ կարծիքներ, ինչ-որ տվյալներ ունեք։ Ավելի շատ կարծիք, ինչ-որ կոնցեպտուալություն մասով չունենք։ Իմ կարծիքով, դրանց ինքը բավականին կոմպլեքս խնդիր է։
պատճառներից մեկը կարող լինի այն, որ երբ որ դու ընդունում ես համալսարան, շատ ժամանակ այդ կողմնորոշումը, թե դու որտեղ ես գնում սովորելու, այդ կարող լինի ինչ որ hype-ի վրա կայացած որոշում կամ թե ընտանիքում քեզ ոնց կուղղորդեն, ոնց որ եղել է օրինակ իմ դեպքում։ Ու երբ որ դու ընդունում ես համալսարան, դու ոնց որ պարտավորվում ես քո full այդ ամբողջ ժամանակը ներդնել այդ կրթության մեջ, այսինքն դու անում ես մի բան, որը շատ ժամանակ չսիրելով ես անում, իսկ այդ միշտ տանում է ոնց որ ոչ լավ տեղ։ Իսկ մյուս դեպքում որ ասիր մարդիկ կան որ համալսարան չեն ընդունվում իրենց համար ինչ որ կարողանում ավելի հեշտ մտնել նախարտաշուկա, այդ դեպքում մարդկանց ոնց որ տրվում է ժամանակ իրենց հասկանալու թե ինչ են ուզում անեն, փորձում են տարբեր բաներ, թեկուզ ինչ որ մի քանի անգամ ֆեյլերով, հետո հասկանում են, օքեյ, այս X բանի իմն է ու կոնկրետ մասնակցանում են դրա մեջ։ Կամ նաև այն հետաքրքիր կոմպոնենտը, որ եթե գիտես, որ համալսարան չես գնում, հասկանում ես, որ այդ հարցերը դու քո համար պետք է լուծես, այլ ոչ թե ինչ-որ մի հատ կառույց կա, որ կլուծի։ Հա, ու հիմնականում այդ ընկալումը համալսարանի մեր մոտ ես նորան որ sense հետ նայում եմ, իմ մոտ էլ ա եղել մի կառույց, որ ես պետք է գնամ այնտեղ, իրանք իմ ձեռքից բռնեն այդ 4 տարին սովորացնեն ու պատրաստեն ինձ դեմոս մտնել աշխատաշուկա, ու վերջում sense գալիս ես մի հատ ուրիշ բան է ստեղծվում ու դու ասում ես, ես ես 4 տարի ոնց որ ուրիշ բանի էլ եմ սպասում ու ոնց որ չեմ ուզում թարպես որ արժեզրկեմ հա համալսարանները, որ չգիտեմ պետք չի գնալ համալսարան պետք է նստել, չէ, բայց պետք չի ընկալել գիտակցված համելանել, հա միանշանակ ճանաչելով էլ։ Այո, ու պետք չի ընկալել որ համալսարան ավարտեցի գնացի աշխատաշուկա, բոլոր խնդիրները այդտեղ կարող եմ լուծեմ այն գիտելիքով, որը որ ոնց որ համալսարանից տվել է, չէ, որովհետև շատ ժամանակ երբ որ համալսարանում դու ստանում ես շատ ահռելի տեսական գիտելիք, շատ ժամանակ իդեալական հասկանում ես ինչա, բայց չես հասկանում ինչ անես այդ գիտելիքի հետ, ոնց կիրառես այդ գիտելիքը։ Ու այդ դեպքում առաջանում է knowledge transfer block-ը, որ երբ որ գալիս է պահը, որ դու պետք է խնդրի լուծես X գիտելիքը կիրառելով, դու չես հասկանում, որ հա, այս եմ սովորել, որ այս տիպի այս խնդիրը լուծել։ Ու ոնց որ հենց այդ է, որ փորձում ենք մենք ստեղծենք մի հատ միջավայր, մի հատ պլատֆորմ, որ քեզ մենք գայդ չենք անում։ Քեզ տալիս ենք խնդիրը, ոնց որ դու ստանել ես աշխատաշուկայում, ու դու արդեն ունես գիտելիք ակադեմիայից, տարբեր կուրսերից, փորձի հասկանաս, որ գիտելիքը կիրառելով լուծես այս խնդիրը։ Չես հասկանում, okay, research։ Ու ոնց որ փորձի գտնես այն գիտելիքը, որով որ լուծելու ես այդ խնդիրը կոնկրետ։ Հա, ես ինչ եմ նկատել, որ տրանսֆերի խնդիրը երեխեքը շատ հաճախ չգիտեն ինչու հարցի պատասխանը։ Ինչու ինչի համար ես պիտի սովորեմ աշխարհագրություն։ Եղել է դեպք, որ օրինակ եմ բերել, ասում տես, եթե դու դպրոցում չսովորես աշխարհագրություն, հասարակ մի բան։ Դու քեզ համար աշխարհագրական երկայնություն եւ լայնություն հասկացությունները ոնց որ լինելու են անհասկանալի, դու չես կարող նույնիսկ ես էլեկտրոնային քարտեզից օգտվես, որ ինֆորմացիա փոխանցես, դու պիտանի չես։ Սլակներն ուղղելով դեպի դպրոց է, այսինքն հիմքային բաները գնա սովոր ինքս ցա։ Ահա ճիշտ ասում եմ, նոր եմ հասկանում այդ կոորդինատային համակարգը հասկանալու եւ հիմիկվա այս խնդիրները լուծելու կապը։ Ասում եմ, պարզ բան է, չէ՞, բայց դու դպրոցից պիտի վերցնեիր դա։ Այդ ինչու հարցի պատասխանը երեքին կարա մոտիվացնի սովորել, ճանապարհի վերջի տեսնում ուրա տանում դա, իսկ եթե չեն ունենամ դե մոտիվացիա սկսում։ Բայց շատ հաճախ ինչ է լինում, օրինակ դպրոցում հարցնում ես, բայց ինչի եմ սա սովորում, քեզ ոչ կամ չեն պատասխանում, կամ վատագույն դեպքում ինչ որ sense հիմար պատասխան տալիս, չէ՞, մաթև ես սովորում, որ եթե անապատ ընկնես ու կալկուլյատոր չունենաս, կարողանաս հաշիվ անես, բայց ասենք պրակտիկայի վրա ցույց չեն տալիս։ Ու նաև այդ հմտությունը մեր մոտ չի զարգանում իմացածը կիրառելու, ոնց որ շատ ճիշտ նշեց Արսենը, որ դու իրոք կարող ես լիքը բան գիտես, բայց մեկ էլ որ քեզ կողքից բզեն ասեն, այս են իմացածը, դա դու կասես, հա, ճիշտ է, ունոր կկարողանաս, բայց որ այդ բզողը չկա, դա ինչ է։ Իմացածը կիրառում են, հմտություններն են, չէ՞, իմացածը կիրառելու համար։ Այստեղ շատ եմ կարևորում, ես ոնց հասկանում եմ դպրոցում դրա մասին ոչինչ չի ասվում, հմտությունների կարևորության մասին, հակառակը դպրոցն ասում են քեզ այնց հասկացնես, ներկանաս, լսես, պատասխանես, գնաս հոսքագծից դուրս չգաս հանկարծ դու հազարների պես ես, հա, ինքնուրույնություն, նախաձեռնողականություն, ես տենց եմ հասկանում, իսկ հմտությունները զարգանալու համար ինքը պետք է ազատություն ունենա, հա, տարբեր բաներ փորձի հասկանա, որ նա իրան պետք է բացատրեն, որ դու կարաս լինես ոսկի,
բայց եթե քեզ չես կարողանում ներկայացնել, չես կարող բանակցես, քո ներքին այդ որակը վաճառես, իրական կյանքը քեզ չի ընտրելու։ Եվ հակառակը տես են արծաթը ոնց իրան վաճառեց, որովհետև հանեց, փայլացեց, դրեց արևի տակ, այսինքն քո որակը, հատկանիշները քեզ դեռ կյանքում հաջողություն բերելու ոչ մի բան չկան, հա։ Սովորում են երեխեքը շատ հաճախ զուտ իներցիայով եւ այլն։ Ես շատ եմ կարևորում հենց այդ որակների արկայություն, հա։ Իսկ ով է ասում, որ երեխան պետք է նստի սպասի։ Մենք պետք է երեխեքին ասենք, հել նայ ինֆորմացիա մանարի կենսա բան ես, դες ինչ մասնագիտական ֆորումներ կան։ Իր ուսուցիչը ինքն է պետք է ունենա այդ հատկանիշները։ Ես շատ խիստ կասկածում եմ, որ դպրոցում ուսուցիչը տեղյակ է իր մասնագիտական դաշտից, որ մի հատ էլ երեխան։ Որովհետև մենակ դասավանդման մեջ հա խորացած, չէ։ Հա դե մեծամասամբ ժամ են էլի սպանում, բայց ես տեսել եմ շատ ուսուցիչների տոկոսային քիչ են, իրանք ոնց ասեմ, իրանք առաքյալներ են, էլի։ Իրանց մտքերը երեխեքին չեն լքում, նույնիսկ քնելուց, եւ այդ երեխեքը միայն այդ տեսակի ուսուցիչը արդեն ինքը փաստացի մենթորա էլի։ Նախորդ ոդկասթից մեկի ժամանակ այդ հարցն ենք բարձր Գեգամը ասում էր, որ ուսուցիչ լինելը այդ գործ չի, առաքելություն է, ու ես այնքան համաձայն եմ այդ մտքի հետ, որովհետեւ իրական մի որ գործս որպես վերաբերվում, ոնց որ քեզ տված է սա անել, անում ես, դրանից ավել քեզնից ով է ինչ ուզում, բայց երբ որ դու ինչ որ բանին վերաբերում ես որպես առաքելություն, ոնց որ քո ներսից ես կարողանում հասկանաս ինչա պետք լուծել, ինչա պետք անել առհասարակ, ու ոնց որ այդ ցավով ապրում ես, էլի կոպիտ ասած։ Դե ուսուցիչն է պետք է ունենա տեսլական իր բևեռային աստղը պետք է ունենա, ուրա ուզում է երեխուն տանի, այդ ցանկությունը իրան պետք է չլքի, վարվի դրանով, էլի, այդ ժամանակ անհնար է երեխու համար ելքեր չփնտրի։ Այս մոսով բայց մի հատ բան ավելացնեմ, ինչքան է ես ավելի չգիտեմ, մի քիչ երևի իրատես եմ այս հարցում, ինչքան է տենց շատ ունենա հայտ աստղը դեպի ուրա գնում, բայց երբ որ այդ քիչ մաս իրանք ոնց նշեցիք, քիչ տոկոսյան կազմում, երբ որ գալիս են կարծրացած համակարգ, որը իրանց ընդհանրապես չի քաջալերում տենց պահել իրանց ավելի շատ հակառակը, ինչ որ պահից ոնց որ այդ մոտիվացիան իրանց հավերժ չի կարա մնա, ու իմ կարծիքով սրա լուծումը օրինակ կարա ինչ որ մեմը լինի, երբ որ ուսանողը գա այնտեղ, հասկանա այդ ինչու հարցի պատասխան ու ավելի պահանջատեր լինի դպրոցում հասկանալու թե զգիտելը կվան տալիս են ինչի համար են տալիս։ Ասա։ Ես մեկնաբան եմ, իրան միանշանակ ինքը շղթայի մի օղակ է, որը կարա փակվի ու շարունակություն չլինի։ Օրինակ մենք մտածում ենք լավ, երեխան մեմից վերցրեց, ինչ կարացավ։ Հետո ենք մտածում էլ ուր ուղարկենք, որ ավելին ստանա, հա, ասենք մենք 7-րդ դասանն ենք, 8-ը որն է, 8-ը ով է, այսինքն շարունակականության մասին պետք է մտածեք։ Համաձայն եմ ու նաև շատ եմ տեսել, որ երեխեքի համար վերջնանպատակը ընդունվելն է, ու հենց այդ ընդունվելուց հետո իրանց թվում է թե հասան ու կորում են այդ ակտիվությունները, դաշտից ասենք չեն էլ պատկերացնում ինչ կորցրին։ Իրականում ըստ իս մտնում են մի հատ փոքր բանի մեջ, հասան հա նպատակին ու դա էլի հմտությունների նահանջ է։ Մենակ դաս, բայց իրական պետքա զուգահեռ թեկուզ ասենք մասնագիտացել է, ես կուզեմ տեսնեմ, որ այդ երեխան արդեն գնում է իր մասնագիտական ֆորումներին, networking-ին, չգիտեմ, սկսում է այդ ոլորտի էքսպերտներին փնտրել գրել։ Այսինքն իրա մեջ զարգանում է այդ ընդունակությունը, ոնց որ շարունակությունը, որ ինքը կարողանա ապավել, այսինքն առաջին հայցը լինի, որը նաև ես Արսենի ասածին անդրադառնում, գիտես ոնց եմ մտածում, որ օրինակ երբ որ դու ընդունում ես ինչ-որ մի բան որպես քո առաքելություն, դու ինչ-որ տեղ գնում ես ոչ թե օրինակ որ այնտեղ քեզ մոտիվացնեն, այլ դու հենց նրանով ես գնում, որ ես եմ գնում փոխելու, ես եմ գնում ոնց որ մոտիվացնելու կամ ինչ-որ այդ կարգի, ինձ թվում է այդ նուրբ սահմանը այդտեղ է հենց, որ օրինակ չգիտեմ, ինչ-որ խնդիր ես տեսնում, դու այնքան ես սենց քեզնով այդ խնդրով ապրում, որ դու չես կարա չլուծես այդ խնդիրը։ Ու ինձ թվում է դա նաև շատ գալիս է հենց սիրելուց գործը ու քո արժեքներին համապատասխան տեղում լինելուց, էլի, երբ որ դու քո տեղում չես, հա, դու հենց տենց էլ վերաբերվում ես, ոնց որ դե չեն մոտիվացնում, չեմ անի։ Իմ point ավելի շատ են, որ այդ մարդիկ շատ քիչ են ու չգիտեմ, եկեք նայենք, բան, շատ հասար հստակ մի բան, մանկավարժական համալսարանի ստատուսը ունեցած համալսարանների մեջ ոնց որ ինքը ընտրության մեջ շատ քիչ մարդ ասում է, ես պետք է դառնամ մանկավարժ, գնում մանկավարժակը։ Հիմնականում չգիտեմ, դու գնում ես մեր ժամանակ տենց էլա տեղերով գրում էր ու
պրոստը 4-րդ տեղով գրած համալսարանը մանկավարժական, որ եթե ոչ միտեղ չընդունում, ընդունում համալսարան մանկավարժական։ Ու այդ ինձ տխուր է։ Հա, այդ շատ տխուր է, մեր նախորդ ոդկասթներից մեկը էլի Լարիսայի հետ էր, Teach for Armenia-ի, մեկ էլ մանկավարժականի ուսանողներից մեկի ու իրոք ինքն էլ պատմում է, որ ուզում էր գնալ, ասենք, մանկավարժական համալսարան սովորել, իրան հենց արձագանք էին տալի, որ ասում էին, խելացի մարդ ես, ինչ ես գնում, ասենք, մանկավարժական համալսարան։ Երեխեքից մեկը ուզում է ուսուցիչ դառնա, բոլորը բլոկ են դնում, բոլորը։ Ու այնքան հետաքրքիր մենակ ուսուցչի հանդեպ չի, ասենց նայում եմ լիքը մասնագիտություններ կա, որ դեմը, ասենց կոնկրետ բան են դնում, էլի, ասենց հասարակությունով համատարած, ասենք, չգիտեմ, նայում ես մարդը քաղաքականության ֆակուլտետում է սովորում, որ ասենք պետք է քաղաքականության մեջ չէ շարունակի, բայց դու տեսնում ես, որ այնքան այդ կարծրատիպը իր վրա բան են արած, որ ինքը ասում է, չէ, թե ուր գնամ քաղաքականություն, ու վաղամիջան իր IT կազմակերպությունում ինքը կսկսի աշխատել, բայց շատ ոնց որ այդտեղ է սովորել, բա ոնց որ այդ տրամաբանական շարունակությունը, բայց մեկ այդ կարծրատիպերն ու ճնշումը այնքան շատ են, որ ու ցանկացած մասնագիտության հանդեպ, որ ասենց մի տեսակ ցավալի է։ Տխուր թե։ Այն ինձ թվում է որպես այս հարցը լուծվի, վերջապես ինստիտուցիոնալ մակարդակով պետք է հասկանանք, որ երեխեքին հմտություններ են պետք, բացի գիտելիքներից հմտություններ։ Դպրոց, արտադպրոց, համալսարան, արտահամալսարան, հա, այսինքն ես որ համալսարանը տեսնում եմ, որ ոչ միայն ուզում են, այլև նախաձեռնում են, ասում են, եկեք մեր դահլիճները, ուշում եկեք մեր առօրյան լցրեք, հա, բերեք ֆորմատներ, բերեք կազմակերպություններ, բերեք թեմաներ, ու այդ դեպքում շատ եմ էլի գնահատում այդ մոտեցումը, բայց պետք է երեխեքին հանենք այդ դաստույթ ճանապարհից, կամ եթե ինքը ուզում է դուրս գա այդ ճանապարհից, պետք է մի բան անենք հասնի, էլի։ Աջակցենք գոնե, ոչ թե հակառակը, որ վախենում Մենք ինչ ենք անում, որ ուզում են դուրս գալ, վախենում ենք։ Մենք ասեցի չէ 30 թիմ կա, երեխեն գալիս է, մտնում է տարբեր պատճառներով մեկ էլ տեսար դուրս եկավ։ Այդ ճանապարհին կավանես լսի ասեն մարքեթինգի բաժին ավելի լավն է դուրս գա։ Այդ մի քիչ անհամ սիտուացիա է ստացվում, բայց մենք հասկանում ենք, որ մենակ այդ միակ ճանապարհն է, որ երեխան պիտի ճոգի, որն է Իրանը։ Այ եթե արդեն մի տարի է ստեյցնդիա գնում, ընդից գնում, նորմալ չի, բայց սկզբում շատ նորմալ է, ու հասկանում ես, որ իշտադա մենեջմենթին խանգարում է, անդա ստրես է տալի այս թիմին, որտեղ ջանք են դնում, փորձում են onboarding անել եւ այլն, եկելա չկա։ Բայց մի քիչ հետո թույլ տուր չի համաձայնվել, որ ասում ես մի տարի է եթե անում է, որովհետև մեկ ոնց որ fully չպատկերացնենք օրինակ մի տարվա ընթացքում, որ կարա մարդը իրոք չկողնորոշվի։ Իմ օրինակ երկրորդ gap year-ն է, ես նոր սկսում եմ հասկանալ ու կարող է պլյուս դրան էլ իմ աշխատանքային բանը, կարող է մի 3 տարուց ավել, որ ես կարողանամ փորձեմ ու հասկանամ թե որ ուղղությամբ եմ գնում, այսինքն մեկ մենք մեր առաջ շատ ավելի կարճ ժամանակ է։ Հա, ես համաձայն եմ, ոնց որ տարբեր աշխարհներում, հա, մեծ կյանքում ծոր նորմալ է։ Նույնիսկ կարող 10 տարի չհասկանաս ինչ ես ուզում։ Այստեղ ես ավելի շատ ինդիկատիվն էի, որ 12 ամիսը 1 թիմ, մի քիչ նորմալ չէ, մի հատ սահման կա, որ դու ասես մի քիչ էլ մնա, որ հասկանաս, էլի, ոնց որ մի քիչ խորացի, մի քիչ ֆիտվեց արա, հա, ներծծի այդ ամեն ինչը նոր հասկանաս, բայց ավելի գլոբալ եմ ուզում բան անեմ, ինչ ենք հասկացել, ինչքան էլ երևույթը տհաճ է մեր համար, ու դիսկոմֆորտ է պատճառում, բայց հասկանում ես, որպեսզի երեխան իսկականից դառնա արդյունավետ, դի թողես շատ բան փորձի։ Ոնց որ այդ է երևի հետո նայում ես հետ, ասենք ես երեխան հիմա որ շատ լավ արդյունքներ է ցույց տալի, ուզում ես հիշես ով էր ինքը 1.5 տարի առաջ, նույնն ասենք կոպիտ ասած կիսապատասխանատու, կիսապարտաճանաչ, չկողնորոշված, հա, ասենք սեփական կարծիք չունեցող, բայց ինչ կատարվեց իր այդ շատ բաներ էր փորձում, շատ կապտուկներ էր ստանում, շատ հաջողություններ էր ունենում, կամաց այդ ամեն ինչը sense վեկտոր դարավ եւ ինքը կարծրացավ եւ գնալով ավելի ֆոկուս է դառնում։ Հետո դաժե հետևում եմ էլի այս էվոլյուցիային։ Շատերը վերջում շատ ուժեղ sense լավ բաներից են հրաժարվում, իսկական վեկտոր են դառնում էլի, այդ փուլն էլ է գալիս։ Ու հետո պատտվում են մյուսներին պատմին ասում են, գիտես, ես էլ որ եկել 10 ծմերուկ էի վերցնում, հետո հասկացա որ դրա մեջ որակ չկա։ Հետո 3-ը վերցրեցի, հետո այդ 3-ից 1-2-ը փոխում եմ ուժբանով տեսնեի ինչ եմ ստացվում, հետո 3 տարով 2 եւ հիմա վերջապես ես գիտեմ ինչ եմ ուզում։ Հենց որ այդ երեխեքին փորձել թողնելը շատ կարեւոր է եւ չփորձել թողնելը շատ վնասակար է։
Ես կուզեմ քո ասացին ու քիչ վերադառնամ, որ ասում ես հասարակության կարծիքը, այդ կարծիքը շատ են բլոկանում։ Իմ կարծիքով այդտեղ նաև մեծ ազդեցություն ունի այն, որ երբ որ ես որոշել եմ դառնամ ծրագրավորող, ու ես նոր պետք է ընդունում համալսարան, ես չգիտեմ ինչ ասելա ծրագրավորող լինել առօրյա կյանքում։ Ու տենց սկսում եմ կարծիքներ հավաքել տարբեր մասնագետներից, կամ չգիտեմ ուսուցիչ, տարբեր մասնագիտություններ, ու այդ փորձելը թե ռեալ կյանքում լինել ծրագրավորող, լինել դիզայներ, ինչա իրանից ներկայացնում ավելի հստակ է լինում քո որոշումը, հասարակության կարծիքը կարա այդքան չազդի, որտեղ դու հստակ գիտես, հա, այս լրիվ իմն է, ինչա հավես այդ օրով ապրել, ու ես օքեյ եմ իմ արվա 8 ժամը ներդնել այդ անելու մեջ։ Շատ համաձայն եմ, որտեղ ես էլ օրինակ 16 հոտ ես էլ եմ մտածում որ ծրագրավորող եմ ուզում դառնալ, բայց երբ որ ես սկսեցի ոնց որ սովորել այդ ընթացքում փորձել ոնց որ ինչ-որ պրոջեկտներ անել, ես հասկացա, որ ես օրինակ չեմ կարա ամբողջ օրը հենց դրա մեջ լինեմ։ Իմ մոտ լավ էր ստացվում, եթե արդյունքից նայես, կարողա թվա որ հենց դա էլ պետք է անես, բայց իմ մոտ լավ էր ստացվում, բայց ես դրանից հաճույք չէի ստանում։ Ես հասկացա, որ այդ իմը չի, ու դրանից հետո նաև օրինակ փորձեցի մարքեթինգի մեջ, հասկացա, որ օրինակ էլի կային կոմպոնենտներ, որ ինձ դուր էին գալիս, բայց ամբողջությամբ այն ոնց որ ինքը դրսևորվում էր ոլորտով, որպես աշխատանք։ Այսինքն ստացվում է դու օրվա մեջ 8 ժամ պետքա կոմպի դեմը նստած աշխատես, դա էլ է պետք է հաշվի առնել։ Օրինակ ես այդ մարդը չեմ, ես մարդկանց հետ շփում եմ սիրում։ Ինչքան էլ ինձ կարող է դրա կոմպոնենտները դուր գա, բայց ես օրվա մեջ չեմ կարողանում 8 ժամ կոմպի դիմաց նստել։ Այսինքն բացի նրանից, թե քո մոտ ինչ է ստացվում, շատ կարևոր է նաև լիքը այլ կոմպոնենտներ, որոնց ուշադրություն չի դարձվում։ Ոնց է այդ առօրյան այդ մասնագետի կառուցվում, ինչա նշանակում հենց ոնց որ դու նշեցիր։ Հա, ասա։ Մի հատ ինձ թվում է տեղին կարող է նաև թվա անտեղին օրինակ եմ ուզում բերեմ։ Էլի կրթության մասն է, վերջերս ընկերոջս հետ խոսում ենք, երկուսս էլ 35-ն անց ենք, կուրսեցիներ ենք, ինքը նույնիսկ ինձանից մեծ է եղել, որովհետև բանակից էր եկել, մի քանի տարի չէր գնաց համալսարան, ոչ երբ որ մենք սովորում ենք, ինքը ինձանից մեծ էր։ Հիմա էլ չէ։ Հիմա ընտանիք ենք կազմել, հա։ Հիմա էլ է մեծ, այսինքն ինքը 40-ն անց արդեն, ու ոնց որ ամուսնացել ենք, երեխաներ, ու վեր ենք լուծում, ասում եմ, Գևորգ հիշում ես ոնց ենք, ինչ ենք անում, ինչքան ենք թափառում բան, Ես հիմա ընտանիքներով ինքը մի հատ հետաքրքիր բան ասաց ոչ մեկ դպրոցում մեզ չէր սովորացնում ապրել, ոչ մեկ դպրոցում չի ասել օրինակ, որ շուտ ամուսնանալը ունի մեծ բենեֆիտներ, սենց եմ լնում, ոչ թե որ դեմ եմ, այլ ասում ես, ինչ պետք է ասի, որտեղ հակառակ նարատիվն է կարծես թե հաղթում, ասում են, ես ու կինս նայում ենք իրար, ասում ենք, եթե մենք շուտ ամուսնացած լինենք, հիմա 3 երեխա կունենանք, իրանք մեծացած կլինեն, իսկ մենք կայֆավատ լինելուց կլինենք, հա, ասում եմ, բայց ոչ մեկ մեր հետ ոչ մի կոմբինացիա չի քննարկել, հա, որ էտելա կյանք ապրել չեն սովորեցրել, կոմբինացիաներ, դրանց պլյուսները, մինուսները մեզ դրել են շղթայի մեջ, սրանից հետո էսա, էսի կանես հետո կգա փող աշխատելու ժամանակը, հետո փող աշխատելուց հետո կգա ընտանիք կազմելու ժամանակը։ Ոչ մեկ չի ասել, որ կարողա չսպասես փող աշխատես, մի քիչ աշխատելուց մի հատ հարմար ընկերությունից ինքն էլ քիչ դառնա այն ձեր ուզածը, հա, չէ, դու պետք է հասնես սրան, այսպես հարցեր կան, եւ ընդհանուր դա պիտակավորեց, որ մեզ երբեք ոչ մեկ չօգնեց կյանքից բան հասկանալ։ Բայց գիտես նաև մտածում եմ ինչ խնդիր կա, որ ոնց որ մենք էլ ենք փնտրում հստակ պատասխաններ ու մարդիկ էլ իրենց կյանքի փորձի իման վրա հստակ պատասխաններ են տալի։ Օրինակ մեզ ասում են ճիշտը ուշ ամուսնանալն է կամ հակառակ կարծիքի գրող ասում է ճիշտը շուտ ամուսնանալն է, բայց դրա շարունակությունը ոչ մեկ չի ասում։ Որ դեպքում է ճիշտ շուտը, որ դեպքում է ինչա նշանակում շուտ ամուսնանալ, այսինքն ոնց ասեմ, կարծիքների բազմազանություն թույլ չեն տալիս։ Ու ոնց որ հստակ ասեմ, այսենց է ճիշտ բանաձևը, էլի։ Ինձ թվում է այդտեղից էլ շատ խնդիր գալի, որտեղ պետքա кейսը քննարկել, ոչ թե փնտրել ճիշտ պատասխաններ։ Միանշանակ դրամայել ասում են վերլուծենք, կոմբինացիաներ վերլուծենք։ Հիմա նաև ձեզ եմ էլի հարց տալի, ինձ թվում է ոդքասթի ֆորմատը նորմալ է։ Այդ որ պահին ինչ անվան տակ, ինչ պետք է կոչվեր դա, որ մեզ սովորեցներ ապրել, որտեղ վերջո դա մեր կյանքի որակի վրա ազդելու է, չէ՞։ Նկատի ունես այդ ինստիտուցիոնալ։ Իմ ընկերն ասում է 40 անց ենք, մեր երեխեն նոր ածնվել, շատ էներգետիկ է, մենք էլ հիմա ստարտափ ենք կայացնում ու ասում է
մենք ուղղակի զգում ենք, որ ամեն օր առողջություններս հանձնում ենք երեխան պահանջում է, գործը պահանջում է եւ վերջի դա սխալ է եւ դա պետք է կանխվեր։ Որտեղ, որ ինստիտուտում, որ պահին պետքա, ինչ կկոչեիք դա։ Չգիտեմ ինչ կկոչեի, բայց ինձ թվում է հենց նրանից է, որ այդ ոնց ասի բաբլների, տարիքային բաբլների մեջ ենք լինում, այսինքն 20 տարեկանների հետ են շփվում ուսանողական, հետո աշխատողների, իսկ երեխեքը իրար մեջ։ Այսինքն ասած այս բաբլները բերում են նրան, որ փորձի փոխանակումը չի լինում, մենք չենք տեսնում ինչ է նշանակում ընտրել այս ուղին ու հասնել ուր։ Ու չենք խոսում ավելի մեծ մարդկանց հետ, էլի։ Նույնիսկ ընտանիքներում հիմա այդ ամեն ինչը այնքան առանձնացել, որ մարդիկ իրանց գործի մեջ 8 ժամից ավել ծախսում են ու ստացվում է, որ նույնիսկ եթե իրանք երեխեքի հետ խոսում են, իրանք երեխայական թեմաների մեջ են մենակ մնում ու չի ստացվում, որ դու չես իմանում ինչ է նշանակում, օրինակ 40 տարեկանում ուշ երեխա ունենալ, հա, որ դու 20-ում դա իմանաս, դու կարող ես հարց տաս, որն է ծնողավարության ֆորմալ, ոչ ֆորմալ, թե որտեղ կտեղավորվի կարևոր արդյունավետ։ Ասած ամփոփելով երկուսի ասածներն, մեր հասարակությունը դպրոցը շատ մեծ highlight շեշտադրում է անում այդ IQ-ի վրա, հա, որ պետք է անել խելացի, ես գիտելիք սովորել, բայց ես վստահ եմ մեծ մասը, ճշգրիտ մեծամասնությունը emotional intelligence-ի հետ ընդհանրապես ցանել չի։ Ու այդ բոլոր խնդիրները, էմոցիոնալ ինտելեկտը, ու այս բոլոր խնդիրները, որ հիմա խոսում ենք, մեծ մասամբ բխում է դրանից, որ մենք մենակ ես չգիտեմ 10 քանի համասարներ եմ իմացել որ դա գոյություն ունի էմոցիոնալ ինտելեկտ ու արժե ուշադրություն դարձնել ու զարգացնել։ Մի տարի է որ հասել եմ հասկանալ։ Ու բայց այդ շատ կարևոր բան է որ թե հասարակության կողմից թե դպրոցից սկսած շեշտադրում արվի դրա վրա ու հասկանալ այս երեխան օրինակ հա դպրոցում այդ էմոցիոնալ ինտելեկտի հետ կապված ինչ խնդիր ունի ու ոնց կարա իրան օգնել որ ինքը զարգացնի դա։ Նաև բանի ուսումնասիրման շրջանակներն էլ են շատ նեղ, այսինքն մենք որպես մարդ չգիտենք իրականում մարդը ոնց է աշխատում, որ հեռախոս ենք առնում, այդ հեռախոսի ֆունկցիաներից ավելի շատ գիտենք, քան մեր ներսի, թվում է որ մեր ներսն ուրեմն գիտենք, բայց չգիտենք իրականում։ Մենք չգիտենք ոնց է մեր հոգեբանությունը, էմոցիաները աշխատում, ոնց է իրենց հետ պետք է աշխատել, մարդկանց մեծ մասի ոնց որ մոտեցումը ավելի շատ ճնշելն է, որ այդ պահի համար աշխատում է, հետագայի համար կուտակվում է ու ոնց որ այդ բերում է այն խնդիրը որ մենք չենք պատկերացնում օրինակ հիմիկվա այս քայլը ինչ արդյունքի կարա բերի կամ այս արդյունքի համար ինչ քայլեր են պետք ձեռնարկել այսինքն մենք կարճ ենք նայում շատ մենք հիմա 20 ենք հիմա մեր սովորել տալիքն է մենք սովորում ենք ինչի համար մենք կհասկանանք երբ որ կմեծանանք ինչ է դա բայց հիմա ոնց որ դա սովորելի վաղն է հիմա սովորելու ժամանակն է կորչ չունես գլուխ տկախ սովորի հա բայց ինձ թվում է այդ պահը պետք է էլի որ դու մի քիչ մտնել ես դրա մեջ ու հասկանաս թե այդ սովորելը կամ քո հաջորդ քայլը որ դու անելու ես ինչի է պետք այսինքն թվում է պետք է առաջին քայլը անես հետո երկրորդ հետո երրորդ բայց ինձ թվում է չէ պետք է անես առաջինը հետո երրորդը որ իմաց թե երկրորդը խի պետք է անես որ հասնես այն երրորդին կամ գոնե մեկը գա հետո դա ամենը վերլուց հա կամ ինչ է նշանակում երրորդի մեջ ինչա քեզ պետք գալու ինչա դու չմտնես այդ երրորդի մեջ չես իմանա չէ ինչքան էլ ուզում ես գնա գիրք կարդա կամ ուրիշի փորձը վերցրա ախր շատ կարևոր է որ հա լավ է գիրք կարդալը լավ է ուրիշի փորձը բայց այդ կարող է որ դու ունենաս այդ ընդունակությունը քո ուղին գծելու հասկանալու թե որից հետո քեզ ինչա պետք սովորելը կամ ոնց է պետք է ամեն ինչին մոտենալու սովորել հա դա ամեն ինչը սենցելի բան ունելով շատ կարևոր է մարդուն սովորացնել ինչպես սովորել այդ դերևին այդ ինքնուսուցումը այն ամենակարևոր բանն է որ ոչ մեկ կյանքում քեզնից չի կարող վերցնի ու եթե դու չունեցար այդ հմտությունը ինչպես սովորել առասարակ հա կյանքի ընթացքում լիքը տեղեր քոնտիներ է հանդիպելու ու հենց ամենացավոտ թեման այն է որ թե էլի անդրադառնում այդ իմ ցավոտ թեմային թե դպրոցում թե համալսարանում մեզ չեն սովորեցնում ոնց սովորել մեզ ասում են այս սովորի դրա համապատասխան խնդիրները լուծի դու սովորում ես լուծում ես ասում ես դզեց ամեն ինչ իդեալական է գնում ես աշխատաշուկա քեզ տալիս են մատ ու խնդիր հա ասում ես բայց ինչ չեմ ասես ես այս խնդիր չեմ լուծել ու տեղ այդ դիսբալանսը առաջանում դու չես հասկանում օքեյ ու հիասթափվում ես այդ սովորել ինչպես սովորել մասն եմ մտածել ավելի մտածել եմ մեմի մասին եւ ոնց որ ինչ արժեք է էլի նաեւ տալիս այս ամենօրյա հարաբերությունների մեջ սիտուացիաների մեջ որ երեխեք ստիպված են գլուխ անել ըստ էության իմ կարծիքով իրանք սովորում են ինչպես սովորել կարող է գա գծած ճանապարհ կամ տեսական թեորիա
ինչա նշանակում սովորել, ինչպես սովորել, բայց գրեթե վստահ եմ, որ բոլոր ատրիբուտներին առնչվում են, հա, օրինակ ուրատանում հետաքրքրասիրությունը, կարող ենք հետաքրքրասեր չի, բայց ինչ որ մեկը բացատրում է, որ իր կարծիքով ամեն ինչ սկսում է հետաքրքրասիրությունից, որտեվ ծագում են հարցեր, հարցերին տալիս են պատասխաններ, կուտակում ես ինֆորմացիա, վերլուծում ես, ել ես հարցեր տալի, որպեսզի հասնես հատակին, հասկանաս պատճառն ես վերլուծում, թե հետևանքը եւ էդի քեզ իրական քո ուղեղի դատաբազայում անդադ տողեր են ավելանում, որը վերջում մի օր արդյունք է տալու, հա։ Մեկը ասենք լսում է, որ գոյություն ունի այտենց էմոցիաների կառավարում, ինչ որ մեկը իր հետ կամ ուրիշ հետ խոսելիս բացատրում է, որ եթե այդ էմոցիաները չկառավարես, դա բերելու է թիմերի քանդմանը, հա, որտեղ դա գնում է քո մյուսների կապերի եւ հակառակը, որ կառավարում ես, ամրանում է։ Այս սիտուացիաներին լսելով, մասնակցելով, հարցնելով, հենց մեջը ապրելով, կռվելով, հա, սեփական մաշկի վրա զգալով, ըստ էության սովորում են ինչպես սովորել։ Հենց մեկը այդ կենտրոնանալը հմտությունը, որ դարելա դարի կարևորագույն հմտությունը էս մեկը։ Ես մի քիչ առաջ պատմեցի, չէ՞, ոնց է 10 ձմերուկից սկսում, վերջում գնում դառնում 1-2։ Իրանք են գալի դրան։ Եվ երբ որ իրանց դες արդեն ըստ էության սովորում են ինչպես սովորել, որ վերջի վերջո պետք է փորձել, վերջի վերջո պետք է զմերուկները քչացնել, վերջի վերջո կարևոր է հետաքրքրասիրություն, վերջի վերջո պետք է իմանաս որտեղ կա ինֆորմացիա, վերջի վերջո հասկանում են մենթորի եւ ուսուցչի տարբերությունը, սկսում են մենթորից ճիշտ օգտվել, որը եւս ինֆորմացիայի ճիշտ աղբյուր է, եւ դա ճանապարհը էլի։ Մի հատ sense միտք եկավ, թե ոնց որ հարցը առաջանում էլի, բա ինչի՞ց է, որ մեր հմտությունները չեն զարգանում, ու իմ մոտ sense միտքը առաջանում, որ իրականում նրանից է, որ 12 տարի դպրոցում, դրանից հետո նաև 4 տարի համալսարանում, այսինքն 16 տարի լիքը խնդիրներ քո տեղը լուծող համակարգեր կան։ Քո տեղը կարգավորում են, թե որ ժամին դու պետքա գնաս, դու արդեն չունես այդ հարցը, հա, ժամի կարգավորման, քո տեղը որոշում են, թե դասացուցակը ոնց է լինելու, ու սենց լիքը հարցեր, դրան գումարվում է այն, որ ընտանիքդ էլ քո անձնական խնդիրներն է դրիվ լուծում, ու ստացվում է քեզ խնդիր լուծելու չի մնում։ Այսինքն ստացվում է դու տեղ չունես, որտեղ պետքա հմտություն զարգանա, քո տեղը արել են այդ ամեն ինչը։ Ու բացի այդ, համաձայն եմ, բացի այդ, թե դպրոցը թե համալսարանը դարձել են հիմա գիտելիքի ոնց որ ապահովման ինչ որտեղ որտեղից գնում ես ուղղակի գիտելիք ստանալու։ Ու այդ դեպքում իրոք sense արդար հարց առաջանում, օքեյ, բա որտեղ սովորենք այդ մնացած այդ հմտությունները, էմոցիաների կառավարումը եւ այլն, որը իմ կարծիքով ինչ որ sense ալտերնատիվ կրթություն է, կարող լինի Թումոն, կարող լինի ՄՄ, տիպ չգիտեմ, ինչ որ Արմենիայի ուսուցիչ առաջնորդները ուտեց ինչ որ ձև պետքա ակսելերացնել այդ process-ը։ Մի բան էլ շատ կուզեմ, որ այս մեր ցանցերը, այս երեխա կրթություն կամ երեխա կրթություն մարզեր այդքան էլ էական չի համա տեքստում, շատ կարևոր է, որ երեխեքին հորդորենք, սովորացնենք, օգնենք պատտվել եւ տեղում խնդիր լուծել, ինչպես դու ասացիր, օրինակ, չգիտեմ, արմատ ցանցերն են ամբողջ Հայաստանով ծրված։ Յուրաքանչյուր լապ պետք է պատտվի փորձի այդ իր գիտելիքով կիրառել, էլի մաքսիմալ կիրառելու առիթներ ստեղծել, որտեղ շրջակայքում լիքը խնդիրներ կան շրջակայքում։ Մի անգամ մի հատ հետաքրքիր բան ենք փորձել մեմում, ասացինք, որ X գյուղի գյուղապետը թազա տղա է, ասենց ոգևորված ուզում է իր գյուղը դառնա smart գյուղ, գաղափարների պակաս ունի։ Վերցրեք այս link-ով անցեք Google Doc-ում լցրեք գաղափարներ ու դա կախեցինք 500 հոգու վրա։ Ֆանտաստիկ էին արդյունքները։ Մեկն ասում էր մոտենանք գյուղի գյուղապետանին դուրը ինքնին բացվի, որովհետև COVID-ա։ Բռնակին ձեր չտանք։ Մեկն ասում է առավոտ կարողանամ հեռախոսով սխմեմ, այնտեղ դարակը բացվի, ցորենը թափվի, չգնամ հավելին ամեն առավոտ նույն ժամին կերտամ։ Այսինքն իրականում որ հավեսի գցենք, համ խնդիրներ կան, համ երեխեք կարան դրանք նկատեն, մնում է ոնց որ ոգևորենք տիրություն անենք, էլի այդ խնդրի գլխին սկզբից ոնց որ քաջալերենք, օգնենք, հա, խնդիր կա, խնդրի գլխին կանելու պատրաստական երեխեք կան, այդ կետին հասցրել ենք, մի քիչ օգնենք ու լուծենք։ Ոնց որ
Նաև այս որերորդ անգամն է, այս այդ խնդիր բանը անդադ ասում եմ, որ խնդրի հանդեպ վերաբերմունքից էլ է շատ գալիս։ Երբ որ ասում ենք խնդիր բառ, մարդկանց մոտ ոնց որ բացասական վերաբերմունք դրա հանդեպ ձևավորվի, այսինքն մի բան, որից պետքա ազատվել, ոչ թե մի բան, կամ խուսափել ճիշտ է։ Ոչ թե մի բան, որը որ լուծեմ, իմ հմտություններն է զարգանալու, իմ կյանքի որակն է լավանալու։ Չէ, բան, որից պետքա խուսափել ու փախնել։ Դրա համար ոնց որ այդ կետից էլ էլի պետք գալ, որովհետև երբ որ նայում ես, որ ինչքան բան կա, որ դեռ լուծած չի, ու ինչքան դա նշանակում է ինչքան հնարավորություն կա սովորել լուծել այդ ամեն ինչը կամ կիրառել, տեղայնացնել։ Դա շատ խորքից է գալիս իմ սուբյեկտիվ համոզմամբ, դա գալիս է շատ մեծ նարատիվի արդյունք է, սպառողական հոգեբանության, այդ մեծ մարքեթինգն է տենց սարքում, այդ չգիտեմ ամեն օր ասում է վերցրու վայելեսի, վայելենի, հասի սրան, որ վայելեսենի, ասենք սպառես, եւ շատ քիչ ենք խոսում, այլ փորձում ենք շատ խոսանք, ուղղակի այդ մեդիային, այդ փողերին, նարատիվի չես կարող դու դիմադրես, հա, քո հակառակը տանես, դու ոնց կարաս կորպորացիաների հետ ոտքցես առանց ֆինանսի, իսկ մարքեթինգը ֆինանս է։ Այն ստեղծողի, միջավայրի մասին հոգ տանողի, պատասխանատվություն վերցնողի, այդտեղից էլ փոխվելու է վերաբերմունքը խնդրի նկատմամբ։ Հիմա մենք մեր համայնքում այդ բանը հանում ենք, որ չգիտեմ, լավ տղեն կամ լավ աղջիկ է, թե ոչ անտարբեր մարդն է։ Ամեն օր գնա հաց առնելուց ասա տելեֆոն դրեք ես հացերի վրա, դու խնդիր ես լուծում։ Գնա չգիտեմ, վետ ապտեկայից այդ անաստաբուժական ապտեկայում համոզի, խնդրի, պահանջի, թող քարտով ընդունեն։ Հասկանում ես, դու ոնց որ դրանք էլ են խնդիրներ։ Ես վաղը կգամ ի նպաստ այդ խանութի գրպանում ունենալ 2000 կանխիկ փող եւ 120,000 կանխիկ փող կծախսեմ 7000, դու իրան բացատրի։ Եկեք մի բան բռնենք լուծենք, որտեվ գիտես այդ ինչա դառնում, դա սովորույթ է դառնում, մի բան շատ կրկնել սովորույթ է դառնում, չես կարող անտարբեր անցնես։ Եվ մենք ոնց որ պետքա սիրենք, հարգենք, մեծարենք հենց այդպիսի։ Նաև ինձ թվում է դա գիտես ինչից է գալիս տարածքի, տեղի, երկրի հանդեպ վերաբերմունքից է շատ գալիս, որովհետև օրինակ դիցուկ քո տունն է, ինչ որ մեկը հյուր է եկել ու իրան վայելուց չի պահում։ Դու գտնում ես, որ դու հասկանում ես, որ դու այդ տանտերն ես ու դու պետք է այդ մարդուն կարգի հրավիրես։ Բայց երբ որ տան այդ ֆիզիկական տան սահմաններից դուրս ես գալիս, երկրի մակարդակով նայում ես մեկը աղբ գցեց։ Մաքսիմում ասես, դե փնթի են էլի ես մեր հայերը ու վсё, չկա այդ զգացողությունը, որ այ երկրի տերը ես եմ, ու եթե ես կարգի չեմ հրավիրում, բա պետքա շարունակվի այդ ամեն ինչը։ Ու կարգի հրավիրելը միշտ չի որ կռիվ է, էլի իրան բացատրելն է, որ գիտես ոնց որ մենակ ես չեմ տերը, դու էլ ես տերը, մենք սաղս իրան հետ տեր ենք, ու արի մեր տունը չկեղտոտենք, էլի։ Ոնց որ sense կաղա շատ sense պաթետիկ պուպուշ խոսքեր է պրոստը հնչում, բայց այդ ներքին զգացողությունը, այսինքն նույն ապտեկա որ մտնում ես, այս ոչ թե մի հատ առանձին կառույց, հա, մի հատ առանձին հանրապետությունն է, որ ապտեկա, որ խնդիրներ ունի, դե բողոքենք, բրծնենք։ Այլ մեր ընդհանուր կյանքի որակը կլավանա համի համետ մարդու, եթե մենք որոշենք իրար հետ այդ խնդիրը լուծել։ Ըստ բանալի բառն ասեցի կոլեկտիվ շահ, ընդհանուր շահ։ Այդ հարցի ինչույն էլ պետք է պատասխանենք մենք կրթության ժամանակ երեխեն ինչու պիտի կպնի այդ հարցին, ինչու այդ հարցի չկապ ունի իր հետ, որովհետև կարծես թե ընտանիքից, հայաթից, բակից եւ դպրոցից գալիս է մի քիչ լավ դպրոցին ձեր չտանք, գալիս է մի քիչ ավելի քո մասին մտածի, հա, բայց ինչի պետք է ինքը մտածի ոչ իր մասին, ինչու ի հարցը պետք է տաս որ ոչ իրանն էլ է իրանը, հա, այդ կոլեկտիվ շահի բան։ Դրա հետ կապված մի հատ շատ լավ օրինակ ունեմ, որ այս վերջերս իմ մաշկի վրա եմ զգացել, թե ինչ է նշանակում, որ մենակ քո փոխվելը հերիք չի, որովհետև լիքը տեղերում դու առնչվում ես, այսինքն նույն այդ սուպերմարկետը, որ մտնում ես, այդ սուպերմարկետի աշխատողը, որ մունաթով է քո հետ խոսում, դա քո կյանքի վրա որակի վրա ազդում է, այսինքն ստացվում է այն, որ ինքը այդտեղ նստած մունաթով է խոսում, մենակ իր խնդիրը չի։ Դու նաև պետք է ավելի sense դեֆոկուս անես, հասկանաս ինչից այդ մարդուն 16 ժամ աշխատացնում են, չգիտեմ, ինչ որ sense լիքը հարցեր կա, ու դու հասկանում ես, որ լավ հիմա կարաս երկու ճանապարհ ընտրես, համակերպվես, որ եթե 16 ժամ աշխատացնում են, ուրեմն պետք է ինքն էլ իմ հետ մունաթով խոսա, կամ հասկանաս ումից պետք է պահանջես, որ այդ մարդուն այդքան չաշխատացնեն, որ հետ այդ մունաթով չշփվի, էլի։ Այսինքն sense քո առօրյայի վրա շատ ազդում է, կամ դու եթե ուզում ես ինչ-որ մեկի հետ համագործակցես, դիցուկ դու քո գործը սիրում ես, շատ լավ անում ես, կարողանում ես ճիշտ մոտենաս, բայց եթե դու համագործակցելուց աշխատում ես
երևի մի 90% մարդկանց հետ ովքեր իրենց գործը չեն սիրում, դու բախվում ես այդ խնդրին, թե ինչ է նշանակում, ոնց որ հա դու քոնը գտել ես, բայց ինչ է նշանակում, որ համատարած չի դա, այսինքն որ հարց չի դրվում սիրած գործի հետևից գնալու կամ սիրած գործը անելու։ Այս միջավայրի մասին հոգտանելու մասով, որը մենք քան երեխեքը գյուղերում են դպրոցում են, դրա ընդունում ենք համայնքային ակտիվություն, այսինքն անտարբեր մի խնդրի կպի, հա, շատ հաճախ լսում եմ հակաարգումենտ, թե եթե ես երեխեքի ներկայացուցիչն եմ, ասեմ մենք ինչ մասն ենք խոսում, էլի։ Ասում են, գիտես, 16-ից 17-ից հետո արդեն մեր այդ ֆոկուսը գնում է, մենք չգիտեմ գումար ենք ուզում աշխատենք եւ այլն, համայնքին ժամանակ չի մնում, իսկ իմ կարծիքով կամ ես փորձում եմ ասեմ, ախր համայնքը էդի գործ չի, էլի, էդի հաց դելու պես բան է, դու ո՞նց կարաս մենակ քո դրան շեմի դեմից այնյան չմտածես, այդ ո՞նց է դու տանն ասում ես իմ փող աշխատելու ժամանակն է, դուրս չեմ փոխելու, դու պետք է սեփականության զգացման սահմանները մի քիչ հանես այնքան, որովհետև երբ որ կորում է սեփականա տիրոջ զգացումը, դու արդեն ապագայել չես կապում այդ տեղի հետ։ Շատերին այդպես էլ կարգավորել են երեխեքի, ինքը հələ 12 տարեկան է, բայց գիտի որ այդտեղ չի ապրելու, պատասխանատվություն չի վերցնում։ Այնինչ լիքը խնդիրներ կան, այնինչ սովորել ընթացքում կարելի է դրանք լուծել։ Մի հատ գիտեք ինչ հոգեբանական երևույթ եմ զգացել, եթե հասցնում ես այն կետին, որ երեխան իր ձեռով խնդիր է լուծում, այդ հողի վրա, այդ գետնի վրա, այդ տարածքի վրա, իր մոտ կապ առաջ։ Հա, կապում է դրա հետ։ Չեն թողում խնդիր լուծել, ասում են դու սովորի, գնաս այն խնդիր լուծած երկրում կապրես։ Ես մի բան գիտեմ, որ շատ հարցեր իրանք տեղեկատվական ազդեցության տիրույթում են։ Հետևաբար կռիվը այնտեղ ասենք տեսեք մեր արժև մեր երեխեն է, մեր ռեսուրսն է, մեր երկրի նավթն ու գազն է, ինքը կարա լինի իր ուսերից վերև ինչպես իմ սպանեց մեկներ ասում, կարա լինի գլուխ, կարա լինի վզի շարունակություն, ի նկատի ունենք արժեք ստեղծի, հա, բանանի եւ կարա օրինակ հանցակոպս դառնա հակառակը, չէ՞, ոնց որ նարատիվը հաղթեց իր ուղեղում։ Այն որոշումները կայացնելու է գետնի վրա այդ պատկերներ ունենալու ենք։ Հետևաբար, եթե մենք այսպես համայնքներով, գաղափարակից, ցանցերով, եթե նույն մեխին ենք իսկապես ուզում ենք ունենանք, ասենք, կրթված, լավ հմտություններով, բարձր արժեքներով պատասխանատու քաղաքացի, ովքեր իրական խնդիրների շուրջ պատասխանատվություն կվերցնեն իրական խնդիրների շուրջ, պետք է շատ խոսենք, շատ օրինակ պետք է ծառայենք, այդ ազդեցության ձևերը մեկը խոսելն է, մեկը ցույց տալն է, մեկը ներգրավելն է։ Եթե դեռ մեր կրթական համակարգը այդքան ճկուն չի, sense any պավարոտիվի մեխանիզմը դեռ պետք է պատտվի, ուրեմն պետք է մենք վերցնենք այդ պատասխանատվությունը, որովհետև իմ կարծիքով մեր երեխեք ստեն ապրելու, ես այդքան հիմար չեմ չմտածեմ, ես ոչ է առհասարակ ինձ երկարաժամկետ էգոիստ եմ կոչում, որ մարդիկ հասկանան, էլի որ դու ինչ-որ բարեկոր չես, բան չես, արտահայտություն, հա շատ ռացիոնալ, ես այսօր մտածում եմ 10 տարի հետո, իմ երեխեն, քո երեխեն, որ իմ երեխու միջավայրն է, որովհետև որ քո երեխեն վատ լինի, իմ երեխեն լավ չի լինելու, ես իրան տես չեմ դաստիարակելու, մարդ է լինելու, էմպաթիայով բանը եթե մենք այսօր եթե այս միջավայրում ապրելու ոնց կարանք մենք այսօր չխառնվենք դրան ասենք մատնացույց անենք խնդիրները ու մեկնաբանողներ լինենք չէ պետքա պատասխանատվություն վերցնենք ու ինչքան շատ խոսանք ցույց տանք այդքան էլ փոխվել են ես շատ երեխեք գիտեմ տոկոսային բնականաբար շատ քիչ է մեր երեխեքի թվականակի մեջ բայց քանակային շատ երեխեք գիտեմ որ գետը անցել են այս կողմից են կողմ են անցել ու իրանց թուր է գալիս Մանավանդ, երբ որ իրանց աչքի առաջ հարյուրավոր մենթորներ են, որոնք չգիտեմ, մեկը գիտնական է, մյուսը դասախոս է, մյուսը բիզնեսմեն է, մյուսն էլ 15000 հոգանոց ընկերություն ղեկավարող մենեջեր է, գալիս են իրանց ժամանակը տալիս են այս երեխեքին, նստում են փոքրիկ 100 հոգանոց գյուղի երեխու հետ ժամերով խոսում են կամ հետ աշխատում են, դրանից կենթանի օրինակ երեխու համար, թե ոնց է պետք լինել ստեղծող տվող կիսվող, հա,
Իսկ հիմա չկնանց պետք է շարունակենք այդ ազդեցությունը ուժեղացնել, էլի։ Քանի որ ինքնակրթության թեմային շատ անդրադարձանք ու ասացինք, որ դա ամենակարևոր բաներից է, դրանից էլ կուզենամ խոսենք ու նաև ձեր փորձառությունով կիսվեք, թե ոնց որ ինչ մեթոդներ կան ու ոնց պետք է այն մարդով, որ հիմա հասկանալի ու ինքնակրթությամբ զբաղվի, ոնց կարելի է ուղղությունը բռնի, ինչ պետք է անի։ Հետ մասը։ Կարելի է ես երևի սկսեմ։ Ամենակարևոր բանը երևի պետք է հասկանալ, թե ոնց օգտվել վեբից, ասենց ասած, որովհետև մեր ցանկացած հարցի պատասխան կա ինտերնետում։ Ուղղակի պետք է իրան փնտրել։ Ու ինքը շատ հավանական է, որ առաջի փնտրելուց չեն կարողանալու գտնել, բայց պետք է վստահ լինենք, որ մեր բոլոր հարցերի պատասխանները կան վեբում, կան անսահմանափակ ռեսուրսներ ու այդ շատ տխուր է, որ մենք ոնց որ սպասում ենք, թե երբ հագալու դասախոսը մեզ ինչ-որ բան տա, մենք սովորենք, կամ ինչ-որ link ուղարկի, այլ մենք ինքներս չենք փորձում փնտրել ինչ-որ բան ու գտնելու այդ սովորել։ Նաև խնդրում եմ նշի, ինչումն է տարբերությունը, եթե դու ես փնտրում գտնում, ու եթե դասախոսն է քեզ գտա, այսինքն օպի դասած այդ ուսանողի մոտիվացիան որ պետք է լինի, ու ինքը դասախոսի տվածից հրաժարվի։ Okay, երբ որ ոնց որ ինչ որ բնական պետք է լինի այդ բանը, չէ՞, գիտելիքը փնտրելու, որտեղ ինչ որ խնդիր ես ուզում լուծես։ Երբ որ դու փորձում ես այդ վերլուծել, հասկանալ այդ խնդիրը ինչ է, այդ խնդիրը ոնց պետք է լուծես, այդտեղից գալիս է արդեն քո մոտ մյուս հարցը։ Լավ, ես ունեմ այս գիտելիքը ու ինձ պետք է նաև այս մյուս գիտելիքը, որ կարողանամ այս խնդիրը լուծել։ Ու սկսում ես փնտրել այդ պակասող քո համար հա գիտելիքը, որ այդ խնդիրը կարողանաս լուծել։ Ու երբ որ արդեն դու հստակ գիտես, ես գնում եմ այս փնտրելու գտա, սովորում եմ որ գնում եմ խնդիրը լուծեմ, այդ արդեն դառնում է քոնը։ Իսկ երբ որ քեզ սպերում ես այնց ուղղակի մատուցում ես մնաս կարդա, հետո այս խնդիրը կլուծես, ու հետո երբ որ ուրիշ խնդիր հանդիպի, որ էլի նույն գիտելիքը պետք է կիրառես որ լուծես, այդ քո մոտ խնդիր առաջանում, այդտեղ դու քո մոտ բլոկ արինելու։ Որտեղ այդ զգացողությունը, թե որ խնդրի համար կապեր ստեղծել։ Հա, ու գիտելիքը ոնց որ քոնը չի դառնում։ Իսկ հակառակ դեպքում, որ դու ինքնուսուցում ես անում, դու ինքդ ես փնտրում, գտնում, մի քանի անգամ ձախողում ես, սխալ բաներ ես գտնում, կարդում, սովորում, ինքը դառնում է քոնը։ Ու այս մասով այդ ինքնուսուցման շատ լավ ոնց որ հարթակի օրինակ վերեմ այդ Թումոնը, որ ես ոնց որ Թումո ուսանող եմ եղել ու ոչ թե ասում եմ որպես Թումոյի աշխատակից, այլ հենց Թումո ուսանող, որ ինքը քեզ ստեղծում է մի հատ հարթակ, որ մենք ոնց այս ամբողջ ընթացքում խոսացինք, թույլ է տալիս դու լինես դու ու փորձես այն ինչ որ ուզում ես։ Ու քեզ չի ասում, այ չէ, համ պետքա ֆիզիկա սովորես, համ քիմիա։ Դու կարաս փորձես թե անիմացիա, թե ֆիլմեր ստեղծում, ու էլի ինքը հիմնված է այս ինչ բանը որ սովորեցիր, դու պետք է դրա հետ կապված խնդիրը լուծես, որ հասկանաս, ես սովորում եմ այս ինչ բանն անելու համար։ Ես Թումոյի աշխատակից չեմ, բայց ես եմ Թումոյի ուսանող եղել ու ես էլ տենց ստորագրում եմ դրա տակ, որովհետև Թումոն իմ կյանքը փոխած բեկած գետերից է եղել, իմ առաջ հենց հմտություններ դրած տեղից ա եղել, որի շնորհիվ ես կարծում եմ, ես կարացել եմ բավականին շուտ մի 17 տարեկանից մասնագիտական աշխատանքով զբաղվել, որովհետև Թումոն հենց տվել է այդ հմտությունները ինձ, ու իմ մեջ դա։ Ու հենց այդ քո նշած արդյունքը, որ ես ինքս իմ վրա եմ զգացել, միջև հիմա այդ այնց բան Թումոյին, որ գիտեմ, ես ռեալ նպաստում եմ մի բանի, որ լիքը մարդկանց համար շատ կարևոր արժեք է ստեղծում։ Հա, այդ շատ լավ կետ ես նշում, որովհետև իրականում սենց մի հատ հարց կա, որ դու քո գոյությունը իմաստավորված է, գործունեությունը իմաստավորված ես համարում, լրիվ փոխվում է, էլի, ոնց որ եթե դու գիտես, որ մեկը դու գնաս, չգնաս, ոչ մի բան չի փոխվելու, դու հենց տենց էլ գնում ես, դու գնաս, չգնաս, մեկը բան էլ չի էլ փոխվելու, որտեղ դու տենց էլ վերաբերվում ես դրան։ Բայց երբ որ հասկանում ես ինչ ես փոխում, լրիվ ուրիշ է։ Ինձ է շուտ տարիքից քեզ ներգրաված եւ մասնակցային դարձրած լինեն շատ բաներից, կարող է եւ արդեն գնալու ժամ այդ մտքի ժամանակ պատասխանը լիներ մյուսը կապող բան արդեն լիներ էլի Չի պատկերացեցի ինչ ասես ասում երբ որ հարցը գալիս է իմ գնալ չգնալուց ինչա փոխվում եթե շուտ ներգրաված լինեին այդ երիտասարդին տարբեր խնդիրների շուրջ կարճած լիներ Նաև իրան հա մարդկանց ընկալումից ես թվում է շատ բան է գալի իրանց ընկալումից եթե մարդը իրոք Սաղ կյանք խնդիր չի լուծել, ինքը երբ որ ասում ես խնդիր լուծել, ինքը ասում է, բայց ես չեմ կարա։ Բայց երբ որ ինքը փոքրուց ճիշտ ես ասում, ներգրաված ինքը գիտի, որ եթե հիմա ինքը հավաքեց իր բոլոր մենթորներին, ընկերներին, ինքը կարա, ասենք իրանց գյուղի, չգիտեմ, աղբահանության խնդիրը լուծի, այդ մի անգամ լուծելը իրանց զգացողությունը տալիս մնացած խնդիրների համար։ Ես վերջերս մի հատ տեղի եմ բացահայտել, ոչ ինչով աշկի չեր ընկնում։ Մի անգամ հարցեց Ռեարմինյանն ինչ է։ Բացատրեցի, որ սոցիալական երկարաժամկետ ազդեցություն ունեցող
ծրագրերի գաղափարներ եթե կան, կարող ես շարադրել, ձևակերպել, դնել, բայց պետք է բրթես առաջ։ Դենց ոնց որ հիմնական հույսը քո վրա։ Ու գումար այդտեղ հավաքում։ Հա, գումար ինքը ուրիշ խնդիր դրե համակարգչային լսանի համար համակարգիչներ իրան մերժել էին հետադարձ կապ ուշացնելու համար, որտեղ իրան հարց էին տվել, ինքը խմբավարներին էր տվել, արձագանք ուշացել էր, դες եկավ նեղվեց եւ ինձ թվաց թե վերջացել է այդ ամենը։ Նույնիսկ ես մերժողին հարցրեցի, ասես թե պատկերացրա, շղթան սենց ա եղել, մենք էլ մտածում ենք, եթե հետադարձ կապ ուշակալի, ուրեմն այդ նոթբուքը անցան ամիսներ տեսնեմ նկարը դրել, որ այդ ստացավ։ Ու հիմա այդ երեխան չկամ կանգնի։ Հաջորդիվ գնացել էր ինչ որ գրքեր էր բերել դպրոց։ Հիմա էլ երեք լրիվ այլ թեմայով հետ խոսում, ասում եմ ես երրորդ խնդիրն եմ նախարնշել եւ չորրորդին եմ պատրաստում, ասում եմ չեմ կարող կանգնեմ, դուրս գալիս է, ասում եմ փոփոխություններ բերելը, բայց ես երբեք չեմ մտածել, որ ես այդ մարդն եմ, այդ տեղից եկավ էլի, այդ որ փորձել է կարա բամբերի, իսկ ինչ վերաբերում է ինքնուսուցմանը, ես այդտեղ ոնց որ այս մասն եմ մտածել երկար, ինքը հենց սովորել ինչպես սովորելու մի մասն է։ Ես հիմա երիտասարդներին կոնկրետ խորհուրդներ կտամ, առաջինը սովորեք անգլերեն, որտեղ անգլերենը պրոստը մուտք է բացում ինֆորմացիայի մեծ անշտեմարանի, ինչպես այդ գիրք, YouTube, մենթոր շղթան, այնպես էլ կամավորությունն է ինքնուսուցման լավ ճանապարհ։ Ինքնուսուցման համար շատ կարևոր է նաև որոշակի հմտությունների զարգացումը։ Հենց մեկը հետաքրքրասիրությունը, հարցեր տալու հմտությունը, հա, հարցեր տալու ձևակերպում։ Ես էդի ոնց եմ ապացուցել, տենց վեբինարեր բացել եմ, ասում եկեք տեսեք, Google-ին վատ հարց ենք տալի, հարցի ձևակերպումը վատն է, ոնց որ վատ պատասխան է գալի, սխալ պատասխան է գալի, աղավաղված, շեղող, լղոզված պատասխան է գալի, եւ տեսեք ոնց է ճիշտ հարցի ձևակերպումը։ Մանավանդ էս AI-ի դարում, երբ որ հարց տալը դառնում է առանցքային բան, խորհուրդ կտամ ինքնուսուցման համար շատ աշխատել հարցի ձևակերպման վրա։ Հարցի ձևակերպման համար իր հերթին պետք է նորից ու նորից գիտելիքներ։ Այսօր հենց այսօր դասավանդում էի պետական մի հաստատությունում, վերլուծական ծրագրեր ցույց էի տալիս այդ արհեստական բանականության մոդելները եւ ասում էի, տեսեք ինչեր է անում, ասում եմ, բան չի համար սովորեցինք այսքան, ասում այ որ ճիշտ հարց տաս, որտեւ երբ որ մի քիչ բարդ հարց տաս, պատասխանի մեջ ինչ որ նրբություն հարմար չլինի, պետք է կարողանաս այդ նրբությունը մտել իրան բացատրես։ Դրա համար քեզ պետք է օբյեկտները, մեթոդները, հատկությունները շատ լավ տիրապետել։ Ասում եմ, հա, հիմա հասկացա, այդ ինչու հարցի պատասխանը նորից բան, հարց տալ ձևակերպելը դառնում է ամենակարևոր բաներից մեկը։ Այդ մասով Նաև որպես ամփոփում ձեր հարցերը մեզ լսողներին, որի շուրջ արշի ոդկասթը լսելուց հետո իրանք գնան մտածեն։ Իմ ոնց որ այս թեմայով այլ խոսացինք քննարկեցինք ոդկասթի ընթացքում, կուզամ որ այն մասնագիտությունը, որ ընտրել են, մի հատ հասկանան, մի հատ իրենց հարց տան, իրանք պատկերացնում են ինչա նշանակում լինել այդ X մասնագիտություն կրողը։ Երևի sense։ Ես հենց նոր հարցս փոխեցի։ Տաս երկու հաց տաս, ես դեռ։ Ես հիմա կտամ այն հարցը, որը ինձ փոխել է, մտցրել է ըստ դաշտ, երբ որ ես գնացել էի գյուղեր, սաղ չի սկսել գյուղից, սաղ սկսել է ժամանցից Արշավ, հետո գիշերակացով Արշավ, գիշերակացով Արշավները ինձ ստիպել են սիրել գյուղերն ու գյուղերի երեխեքին, հասցնում ես էլի շատ շփվես, բերում ենք երեխեքին, մասնակից ենք դրս։ Շատ բան է տեսնում, շատ հարցերով Երանի է տալի, գյուղերի երեխեքին, օրինակ ասում է Երանի իրանց որ կենթանիների հետ այսքան շփում ունեն, որտեղ վատ մարդ չկա դառնա էլի կենթանի սիրողը։ Չնայած ատող երեխեքին եմ տեսել կենթանի։ Հիմա երբ սկսեց, երբ որ հասկացա, որ այնտեղ խնդիրներ կան, եկա տուն մամային պատմեցի ու իմ մոտ հարց ցակեց, ասի ես կապ ունեմ այս ամենի հետ, թե եկա պատմեցի գնում եմ։ Ու պատասխանը իմ դեպքում եղավ այո դու կապ ունես եւ օդից սկսեց մտքերը ոնց կապ ստեղծել եւ հիմա հարցնում եմ մարդկանց նաեւ մտածել այն մասին թե շատ ու շատ խնդիրներ այդ թվում կրթական
ինչ կապ ունեք դուք կապ ունեք դրա հետ թե չունեք։ Այդ հարցի ձևը, հա կապի ձևը պատասխանը իմ մոտ ուշ է եկել, մի անգամից չի եկել, բայց հարցը տալուց հետո սկսվել են մտորումները։ Եվ օրինակ որը ժամանակ անց մտա մի ծրագիր, դառա թիմի անդամ, ինք արդեն բրդում է քեզ, հա, ավելի սերտ կապեր, դրախտի գյուղի հետ ավելի ներգրավվածություն, ինք արդեն փաթաթում տանում է։ Այդ հարցը բոլորին, որտեղ ես էլ եղել եմ շարքային, ոչ տենց առանձնապես ոչ բանով աչքին գնով մի մարդ, միջև այդ հարցի պատասխանը չեմ գտել։ Մերսի շատ ձեզ։ Կապլեջսալու հարցերի համար։ Ձեզ էլ մերսի, որ լսեցիք մեզ մինչև վերջ։ Մենք կհանդիպենք եկող շաբաթ։ Մեժարը ոդկասթը կրթության մասին։